Նրա մարմնին 2 տարվա պատմություն է, աչքերում ցավոտ հիշողություն։ Ամեն ինչ հիշում է, անտանելի ցավը, օգնություն աղերսող ձայները և վերևից լույսը, որից հասկացել է, դեռ կարող է ապրել։ Ապրիլյան 44-օրյա և սեպտեմբերյան պատերազմների մասնակից զինվորականի կյանքի ու մահվան կռիվը շարունակվում է։ Սեպտեմբերի 25-ին, տենց ժամը 4-ից հետո իմացել ենք, որ Հայկազով կոչվող զորամասում բենզին են բաժանում ու շատ բենզին կա։ Տենց իջնում ենք Հայկազով կոչվող զորամաս ու տեղի անում այդ պայթունը։ Տանը սպասում էին կինն ու 9-ամսական դուստրը։ Ընտանիքը Հայաստան հասցնել էր ուզում։ Տարաների վերևը հենց ես կայնացեի ու պայի տակ զգացի, որ արդեն ինչքան հիշում եմ 17-50-ի կողմերն էր։ 18-50-ի կողմերը կներեք։ Այդ պայն արդեն որ եղավ սենց պայթունի, ես իմացա թե ես եմ բանել։ Ուշս գնացել է, ուղղակի ընկել եմ գետնին։ Հետո իմացա արդեն որ մարդիկ արդեն գոռում են, մարդիկ արդեն ցավ են ապրում, մարդիկ չգիտեն արդեն ցավից ինչ անեն, որ փրկվեն։ Ողբերգական օրվա ամեն վայրկյանը դեռ թարմ է անպատմելին տեսած Աշոտի մտքերում։ Սարսափելի տեսարանները, հարազատներին փնտրող մարդիկ մինչև այսօր նրա աչքերի առաջ են, նրանց ձայները ականջներում։ Փորձեց ինձ հանեմ այդ բանի միջից, փոսի միջից, բայց նորից արդեն այդ կարակի բանով նորից գցեց գետնին արդեն, այդ ժամանակ արդեն գլուխս ավելի սկսեց բան աշխատել, որ ես ինձ ավելի ուժ տամ ու կարողանամ հելնել։ Մի հատ կին կար մոտս, փորձեց այդ կնոջը օգնել, բռնել եմ իր ձեռից, մի հատ բան կար, երկաթ կար սենց հելած, ասի բռնեմ քաշեմ, որ ինչքան հնարավոր է, էսյան էլի բերեմ, որ կարակը շատ բան չանի։ Ատա արդեն բան անանուս էր մատերես ոնց որ վառվում է, էլ չեմ կարող, ուժս էլ չի հերիքում, էլի որ քաշեմ։ Սեպտեմբերի 25-ը Աշոտը նաև որպես իր երկրորդ ծննդյան օր է հիշում։ Նա փրկվեց, որ պատմի։ Սենց նայեցի վերև, տեսա մի հատ սենց լույսի նման բան վերևից երևում է։ Զգացի, որ արդեն երկինքը երևում է, էլի բաց տեղ կա։ Հնարավորություն ունեմ դուրս գալու։ Այդտենց հալված վիճակում ես հելա, ինձ նո մենակ էլի նես չեմ, որ մեկը ինձ օգնելա կամ հելա բաներ ընկած, նաստիլ կար ընկած, սենց թեքության վրա էլի, այդ նաստիլը ես այնպես բարձրացա, միջև հիմա ինչքան մտածում եմ, թե ես այդտեղ ոնց եմ բարձրացել, ոնց եմ դուրս եկել, ես չեմ հավատում։ Դժոխքի մեջ միակ լուսավոր կետն այն էր, որ վիրավորներին ուղղաթիռներով Երևան տեղափոխելու հույս կար, ապրելու հույս կար։ Հիվանդանոցներում ապրած օրերն այսօր ժպիտով է հիշում։ Ինքը որոշել էր կյանքին ամեն գնով ասել այո։ Մի հատ տղա կար, ինքն էր այդ բանով, այդ ամպուտացիայի հարցերով միշտ գալիս է, ինքն էր, քեզ ոնց որ գալիս է զրուցում քո հետ, ինքը ասում է, որ պիտի ամպուտացիա անենք, որ դու իմանաս, չտանեն սենց։ Այդ տղան գալիս առաջ որ ոչ ոք, սենց է ձեր ոտքը, սենց է պիտի անենք ամպուտացիա, ասում ոչ մեկ կարևորը որ ապրեմ, էլի խնդիր չկա։ Նույնից է գալիս, արդեն իմանում որ պիտի մի հատ բան ասել, նույնից։ Գալիս ամա բա պիտի բան մատերդ ամպուտացիա անենք, արդեն 29-ն է, էլի։ Ասում ոչ, չա։ Էդ էլ են անում, ասում նույնից որոշ մի ժամանակ, այդ տղան նույնից է գալիս։ Արդեն որ տենեմ, արդեն ուզում էի բան, ֆռայի ոչքս, որ իրան չտենամ, էլի արդեն որ իրա չզրուցեմ, էլի ոչ մի բան։ Բայց այս մյուս ոտքը պիտի ամպուտացիա անենք, ասում ոչ։ Միայն մի ոտքը հաջողվեց փրկել։ Ավելի քան 14 անգամ վիրահատվել է։ Հիմա ընտանիքի հետ աշտարակում է փորձում ապրել։ Ցավոք սրտի վիրավորվել եմ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, նշանակել եմ որպես զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, ստանում եմ 69600 դրամ, իսկ եթե ստանայի վիրավորումս օրինակ ռազմական գործողությունների հետևանքով արդեն կլներ ավելի բարձր։ Ինձ զանգեցին 5-րդ բարեգործական հիմնադրամից, աջակցեցին, որ իրանք կարող են ամեն ամիս 50,000-ով օգնել ինձ ու արդեն 1 տարի եւ ավել է 5-րդ բարեգործական հիմնադրամը ինձ ամեն ամիս նվիրաբերում է 50,000 դրամ։
Չի հանձնվում Աշոտը։ Չնայած ֆիզիկական սահմանափակումներին, փորձում է նոր մասնագիտություն սովորել, աշխատել տնային պայմաններում, ստեղծել ու արժանապատիվ ապրել։ Փորձել եմ աշխատանք գտնել, ցավոք սրտի որ ունեմ այս վիճակը, բայց չկա հնարավորություն ինչ-որ միտեղ աշխատելու։ Տնային պայմաններում սկսել եմ վիդեոմոնտաժ ծրագրով սովորել, հասնել ինչ-որ մի հատ նպատակների, որպեսզի կարողանամ լուծել իմ խնդիրները։ 3 տարեկան դստեր ժպիտն է նրան ամեն օր կյանք վերադարձնում։ Ապրելու ուժ է տալիս Սոֆիան եւ կինը Միլենան, որը միշտ կողքին է։ Կարևոր օրինակ հիմա երեխուս մոտ եմ, օրինակ կարողանում է երեխես թեկուզ պապա բառը ինքը կարողանում է դա ինձ օրինակ, դա շատ բան է իմ համար, ինչքան օրինակ դժվար է, ես օրինակ ցույց չեմ տալիս օրինակ, որ ինքը օրինակ հասկանա։ Աշոտը ամեն օր մեզ դաս է տալիս։ Ցավը կարող է կոտրել մարմինը, բայց կամքը երբեք։